Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ։ Այսօր մենք փորձելու ենք անդրադառնալ հայկական ինքնության մաս կազմող երկու առանցքային երևույթների՝ քրիստոնեության եւ նախաքրիստոնեական արժեհամակարգերին։ Իմ այսօրվա զրուցակիցներն են պատմաբան Սամվել Պողոսյանը եւ փիլիսոփա Վարդան Խաչատրյանը։ Ողջույն պարոնայք, շնորհակալ եմ մեզ հյուրընկալելու համար։ Դիտենք մեր անդրադարձը, որից հետո կանցնենք մեր զրույցին։ Հայաստանն աշխարհում առաջին երկիրն է, որ 301 թվականին ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն։ Ավելի քան 1700 տարի հայերը հավատարիմ են մնացել քրիստոնեությանը, ստեղծելով սեփական ազգային եկեղեցին։ Ժամանակի ընթացքում քրիստոնեությունը եւ հայ առաքելական դավանանքը դարձել են հայկական ինքնության կարևոր բաղադրիչներից, սակայն հայ ժողովրդի պատմությունը չի սահմանափակվում այս 1700 տարիներով։ Դրանից հազարամյակներ առաջ նախաքրիստոնեական շրջանում Հայաստանում տարածված է եղել բազմաստվածությունը։ Հայերն ունեցել են սեփական հեթանոսական դիցարանը։ Քրիստոնեության ընդունումից հետո էլ շատ նախաքրիստոնեական ավանդույթներ, սովորույթներ, տոներ, ինչպես նաև աշխարհընկալման տարրեր պահպանվել են եւ հասել են մինչեւ մեր օրերը։ Շատերի կարծիքով քրիստոնեության ընդունումով ոչնչացվել է հայկական ազգային մշակույթն ու ինքնությունը։ Գոյություն ունի նաև հակառակ տեսակետը, որ քրիստոնեության ընդունումով եւ առաքելական եկեղեցու հիմնումով հիմք դրվեց հայկական ինքնությանը, եւ քրիստոնեության ընդունումով հայությունը այսպես ասած գտավ ինքն իրեն։ Իրականում կեղծ, հակագիտական եւ անգամ վտանգավոր են նման տեսակետների գոյությունը, թե քրիստոնեությունը եւ թե նախաքրիստոնեական արժեհամակարգը հայկական ինքնության երկու կարևոր հենասյուններն են։ Նրանք հակասության մեջ չեն, այլ լրացնում են միմյանց, ամբողջացնելով հայկական ինքնությունը։ Պարոն Պողոսյան, զրույցը սկսենք ձեզանից։ Մեզանում եւ մասնագիտական լայն շրջանակներում եւ հասարակության մեջ տարածված են երկու հակադիր թերևս տեսակետներ։ Մի մասը պնդում է, որ քրիստոնեության ընդունմամբ արմատախիլ արվեց մեր ազգային ինքնության հիմքերը, իսկ մյուս մասը հակադիր տեսակետ ունի, որ հակառակը քրիստոնեությունը պատճառ հանդիսացավ մեզ վերագտնելու եւ իրական, այսպես ասած, ազգային ճանապարհը գտնելու տեսանկյունից, հատկապես երբ որ հիմք դրվեց ազգային եկեղեցուն։ Կիսում եք այս տեսակետները եւ եթե ոչ, ինչու։ Իհարկե չպետք է գնանք ծայրահեղությունների, լավեր կամ վատեր, իհարկե քրիստոնեությունն էր լավ կողմեր էլ, որոշակի վատ կողմեր էլ, այսինքն իհարկե հեթանոսական մշակույթից շատ արժեքներ ոչնչացվեցին։ Հիմնական գրավոր մշակույթը, որը հին աստվածների մասին էր, առասպելներ եւ այլն, սակայն նշել, որ ամեն ինչ ոչնչացվել է, այդպես չէ, կարծում քրիստոնեական հետագա եկեղեցաշինություն եւ այլն կառուցվել է այն հիմքերի վրա, ինչ որ եղել է նախկինում։ Սամվել Պողոսյան, պատմաբան, 2002-ից դասավանդում է տարբեր համալսարաններում։ 2015-ից Հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության եւ իրավագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալն է, գիտության եւ հետբուհական կրթության գծով։ Երկու գրքի, մեկ ուսումնական ձեռնարկի, մեկ ժողովածուի եւ բազմաթիվ գիտական հոդվածների հեղինակ է։ Եվ երկրորդ քրիստոնեական եւ հեթանոսական արժեքների մեջ պետք է փնտրել շատ խորը տարաձայնություններ, իրականության մեջ դրանք բավական նոր նման են իրար։ Եթե մենք նայում ենք հեթանոսական ժամանակաշրջանում, ասում են, որ ունենք բազմաթիվ աստվածներ։ Իսկապես մենք ունեցել ենք բազմաթիվ աստվածներ, բայց կար միշտ գլխավոր եռյակ, Հարամազդի գլխավորությամբ, Անահիտ, Վահագն կամ Վահագնի փոխարինի հետ, սուրբ երրորդության գաղափար էր գալիս եւ նույնը նաեւ Վանի թագավորության շրջանում էր Խալդի, Թեշեբա, Շիվինի եռյակ կար եւ նրանց տակ այլ աստվածներ։ Հիմա քրիստոնեությունը ինչով էր տարբերվում։ Մենք ասում ենք մի աստվածային կրոն է, բայց ինչպես տեսնում ենք իրականության մեջ, երեքը մեկը մնոր, սրբազան երրորդության գաղափարն է գալիս, Հայր Աստված, Որդի Աստված եւ Սուրբ Հոգի։ Կասենք, բա ինչ եղան մյուս աստվածները հեթանոսական, մենք ունենք նաև հրեշտակներ հասկացությունը, տեսնում ենք, եթե իրականության մեջ ավելի խորը նայենք, բավական նմանություններ կան։ Մյուս կարևոր նմանությունը, որը տարավ նաև քրիստոնեության ավելի հեշտ ընդունմանը Հայաստանում, դա սիմվոլիկայի խնդիրներ, խաչի պաշտամունքը։ Մենք գիտենք քրիստոնեության հիմնական սիմվոլ դա խաչն է։ Բայց եթե մենք նայենք մեր հնագույն ժամանակաշրջանը, գնանք մեր պատմության թանգարան կամ Սարդարապատի ազգագրության թանգարան, կտեսնենք բազմաթիվ իրեր, որոնց վրա կան խաչի նշաններ, հենց խաչեր, որոնք թվագրվում են Քրիստոսից առաջ 3-րդ հազարամյակով։ Ինչ էր խաչը։ Խաչը արևի կյանքի խորհրդանիշ էր, հավերժության, հիմա էլ խաչը նորից Քրիստոսի եւ կյանքի խորհրդանիշ էր։ Փաստորեն գաղափարների առումով, սիմվոլիկաների առումով շատ բաներ իրար մոտ էին։
Շնորհակալություն, պարոն Խաչատրյան։ Իրականում մենք գիտենք, որ քրիստոնեությունը բավականին դժվարությամբ ընդունվեց, բավականին արյուն թափվեց նաև այդ ճանապարհին, բայց մյուս կողմից էլ նայելով հազարամյակներով լինելով տարբեր կրոնական եւ արժեքային համակարգում, այնուամենայնիվ առաջինն էինք, որ գնացինք ժամանակի համար թերևս ամենահեղափոխական քայլին։ Դրա համար ինչ նախադրյալներ, ճիշտ է պարոն Պողոսյանը նշեց, բայց եթե փորձենք այլ ասպեկտից նայել, ինչ նախադրյալներ կար, որ ազգը գնաց այդ քայլին։ Գիտեք, դա միաժամանակյա ակտ չի եղել, որ միանգամից ինչ որ 301 կամ որոշ տվյալներ 297 կամ ավելի ուշ թվականին հայ ժողովուրդը ընդունել է քրիստոնեությունը որպես պետական կրոն։ Դրան նախորդել է փաստորեն ամենավաղ շրջանում քրիստոնեության ծագումնաբանության իսկ ժամանակահատվածում քրիստոնեության մուտքը Հայաստան։ Վարդան Խաչատրյան 1988-ից 92 թվականներին աշխատել է Հանրապետական կրոնագիտության կենտրոնում որպես գիտության գծով փոխտնօրեն։ 1999-ից Երևանի Պետական համալսարանի կրոնագիտության ամբիոնի դասախոս է։ 1999-ից 2005 թվականներին Մտավորականների միություն հասարակական կազմակերպության նախագահ, 2000-ից 2005 թվականներին Սոցուժերի եւ Մտավորականների միություն դաշինքի նախագահ, 2007-ից 2012 թվականներին եղել է ազգային ժողովի падգամավոր։ Մեր պատմիչներից մենք տեղյակ ենք, որ երկու մեծ համայնքներ համենայն դեպս Հայաստանում կային, որը տեղ է տալիս ասելու նաև այն, որ առաքյալներից երկուսը եկել էին Հայաստան եւ այստեղ կանգնում է մի առանցքային կարևորագույն հարց. իսկ ինչու այդքան արագ եկավ Հայաստան։ Թերևս այստեղ ամենակարևոր հանգամանքը այն էր, որ իսկապես Հայաստանը բավականին զորեղ էր եւ թերևս անգամ այդ ժամանակներում ամենամոնոէթնիկ հատվածն էր այս մերձավոր արևելյան տարածքի եւ այդտեղ հաղթանակ տանելը, այդտեղ տարածվելը, այդտեղ կայացնելը էական նշանակություն էր, որտեղ նախորդող արժե համակարգը, որը համատարած էր բավականին, թերևս իր ծագումնաբանությամբ շատ բանով ուղղակի ծագում էր այստեղից։ Արիական կրոնը, նրան հաջորդած ժամանակահատվածը, այսինքն այդ ամենը որպես արմատներ այստեղ կային։ Դուք ճիշտ եք, իհարկե, ինչպես քրիստոնեությունը, նույնպես եւ իսլամը հեղափոխություններ են եղել։ Բայց բերեք լավ պատկերացնենք, թե ինչ բան է այդ հեղափոխությունը։ Ինքը արժե համակարգ է, որը աստիճանաբար զարգանում է եւ վերջին հաշվով կամ աշխարհի միստվար հատված կամ աշխարհի այն ժամանակաշրջանի իր էության մեջ հարմարվում է տվյալ արժե համակարգին։ Այսինքն փոխադարձ հնարավոր կապերը, ճանաչողական կամրջակները, աստիճանական աշխարհի մեծացումը եւ փոխադարձ հարաբերությունների հաստատումը պայմանավորված է լինում, թե որքանով եք դուք այդ արժե համակարգի կրողը։ Տեսեք, կան ազգեր, որոնք ասենք օրինակի համար, ասենք եզդիները պահպանել են հեթանոսությունը։ Բայց ասել, որ դա հանգեցրել է ինչ-որ մի յուրօրինակ վերելքի, համեմատաբար ավելի բարձր կարգավիճակի, ներկայիս աշխարհում պաշտպանվածության բարձրացան, այդ ամենը չկա, կա համարյա թե հակառակը։ Այսօր էլ ընթանում է նրանց ոչնչացում եւ այնուամենայնիվ ոչնչացման կրողները ժամանակը իր պահանջներն է բերում նաեւ անվիճելիորեն ու պետք է դա հասկանալ, որ Հայաստանում քրիստոնեությունը դա հնարավորություն էր ձևավորված դեռևս մի քիչ հեղեղուկ, բայց երևացող կարծրացման գնացող աշխարհի մեջ սեփական տեղը ունենալ, սեփական դերակատարություն ունենալ եւ ճշգրիտ լինել բոլոր այն հարցերում, որոնք հնարավորություն կտային, ասենք, հանդես գալ որպես համաշխարհային քաղաքականության սուբյեկտ, ոչ թե օբյեկտ, էլի։ Շնորհակալություն, պարոն Պողոսյան, գալով մեր օրերին ինքնության հատկապես հարցերին, 2000 տարի կամ 1700 տարի քրիստոնյա, դրանից բավականին ավելի շատ նախաքրիստոնյան արժե համակարգի կրող, այսօր այդ երկու արժեքները մեր մեջ ներդաշնակ դրսևորվում են, կարելի է համարել, որ այդ երկու խոշոր արժե համակարգերը մեր ինքնության երկու հենասյուներն են, բավարար չափով այդ հեթանոսական կամ նախաքրիստոնեական կամ ինչ քրիստոնեական աշխարհընկալումը, մշակույթը, արժեքները մեր մեջ թեկուզ գենետիկ կոդի տեսանկյունից պարտադրիչի ծեսեր կամ արտաքին ինչ-որ բաներ, այլ ներքին այդ աշխարհընկալման տեսանկյունից պահպանված են մեր մեջ, ներդաշնակ պահպանված են մեր մեջ։
Իհարկե գենետիկ կոդի մեջ ամեն ինչ պահպանվում է, բայց հստակորեն խոսել հեթանոսությունից մեզ մոտ ինչ է պահպանվել, դա շատ դժվար է, որովհետև մենք իրականում չգիտենք հեթանոսական ինչ արժեքներ են դավանել, հա, գաղափարախոսությունները, մտածելակերպը, չէ՞ որ այդ ամբողջը ոչնչացվել է։ Մենք չունենք հեթանոսական գրականություն մեր մոտ, որ իմանանք այսպես են գրել։ Մեզ պատառիկներ են հասել, հա, քրիստոնյա պատմիչների կողմից, որոնք բնականաբար չեն կարող ասել իրականում ինչ են մտածել, բայց ազգերի պատմությունը այնպես է, որ ցանկացած երկար ժամանակով հա մշակութային ազդեցություն, կրոնական, քաղաքական, դրանք պահպանվում են նաև հետագայում։ Եվ կուզեի նաև շարունակելով պարոն Խաչատրյանի ասածը նշել, որ իսկապես Հայաստան պետք է շատ հզոր լիներ, որ ընդուներ քրիստոնեություն մի ժամանակաշրջանում, երբ հարևան երկու հզորագույն կայսրությունները ծայրահեղորեն դեմ էին քրիստոնեությանը եւ պայքարում են քրիստոնեության դեմ։ Եվ տեսեք դա նոր արժե համակարգ վերցնել եւ մյուսներից տարբերվելու խնդիր է։ Եթե քրիստոնեական արժե համակարգը ոչ հայր լիներ մեր նախկին մտածելակերպին, դա շատ բարդ կլիներ մեր համար ընդունել մի արժե համակարգ, որը համ մեզ համար ընդունելի չէր, համ հարևանների կողմից էլ թշնամաբար ընդունվում։ Եվ քրիստոնեության ընդունումը նաև ինչով է շատ կարևոր, որ իսկապես դա նորույթ էր եւ ճիշտ քայլեր, հա, եթե մենք նայում ենք նաև հետագա հարյուրամյակների ու հազարամյակի կտրվածքով, տեսնում ենք դա ճիշտ քայլ էր։ Եթե մենք այդ ժամանակաշրջանում ընդունելով քրիստոնեություն, մենք ունեցանք շատ բուրըն մշակութային վերելք։ Դրանից հետո, երկրորդ, եթե մենք չընդունենք քրիստոնեություն, ինչ ենք արել, հիմա հավանաբար պետք է լինենք մահմեդական։ Մեր տարածաշրջանում ուրիշ կրոններ դժվարությամբ պահպանվեին, եւ եթե մենք նայում ենք մահմեդական մտածելակերպ եւ քրիստոնեական տարբերությունները, տեսնում ենք, որ մերը հավանաբար ավելի նախընտրելի է կատարված։ Պարոն Խաչատրյան, նաև շարունակելով թեման, տեսեք, բավականին ծիսակարգեր ունենք, չէ՞, որ ծեսեր, ավանդույթներ, տրնդեզնա, վարդավառնա, որոնք ձևի տեսակետից են պահպանված եւ շատերը անգամ երևի չգիտեն էլ, որ ավելի վաղ ծագում ունեցող են։ Բայց քրիստոնեությանը հաջողվեց ոչնչացնել մեր մեջ հեթանոսական այդ ինչ ասեմ, գծերը, աշխարհընկալումը, դիմագիծը, դա որովհետև մի փոքր դժվար է այդ հարցին իրականում պատասխան տալ, այո, միգուցե եղել է գրային համակարգ, միգուցե եղել է ճարտարապետություն, ոչ թե միգուցե հաստատ եղել է, միգուցե դա շատ բաներ չի հասել մեզ, բայց այնուամենայնիվ արժեքներ կան, որոնք համահունչ անցնում են իմ սեփական պատկերացմամբ։ Գիտեք, այդտեղ ավելի բերեք կոնկրետացնենք, էլի հարցը։ Իրականում ոչինչ չի ոչնչանում։ Այն ամենը ինչը թափանցել է, հասարակությունը եւս ինչպես մարդը ունի ենթագիտակցական շերտ, անգիտակցական շերտ։ Եվ ասել, որ այդ շերտի մեջ կարող է ոչնչանալ, հիմա դուք էլ, ես էլ, ասենք, եթե մենք հիշենք ամեն ինչ, ինչը մեր կյանքում տեղի ունեցել, մենք ի վիճակի չենք լինի ուղղվել դեպի ապագան։ Նույնպես եւ ժողովուրդները, ասենք, նրանց մեջ եւս ինչ որ բաներ մոռացության են տրվում, ինչ որ բաներ իրենց բնական մահվամբ են մահանում, բայց նշենք, որ այդ արժե համակարգը շատ զորեղ եղել, որտեղ նա պահպանվել է, ես համաձայն եմ գոլեգայի հետ, որ պատառիկներ են պահպանվել եւ այդ պատառիկների հիման վրա համակարգային պատկերացում ունենալը բավականին բարդ է, բայց այստեղ գալիս է մի մեծ բայց, հասկանում եք, մենք եզակի ժողովուրդ ենք, որը ունի իր հետ ապրած էպոս։ Այսինքն, եթե մյուսների էպոսները վերակենդանացնում ենք, ասենք Կրեայի էպոսը կամ, չգիտեմ, Գիլգամեշը վերակենդանացնում ենք, այս էպոսը եկել է մեր հետ։ Ծագումնաբանությունից սկսած համարյա թե որտեղ նրա մեջ 100 տարի առաջ դեռ հիմա տեսեք ավելանում էր, կրճատվում էր, այսինքն կենթանի էպոսը հիմա դրած այնտեղ հեթանոսությունից կարելի է տեսնել ինչ-որ բաներ, որ շշմեցուցիչ են, էլի, այն որ ասում է բարձրացավ, տեսավ մի մեծ մարմար քար, կիսից է ճաքած ու միջից վառված, բարձրանում էր լույսը պարզ քուլա, բարձրանում իջնում իդ քարի վրա, նկարագրությունը բացառիկ է, ճշգրիտ է եւ վիճարկելիության դաշտել չի կարելի մտցնել նա, թե իսկ ինչ ա եղել, ոնց ա, դա միանշանակ խոսք գնա կամ ասենք տեսեք Սասի Դավթի մեջ այդ արժե համակարգի այնպեսի մի կվինտ էսենցիա կա, որը այսօր էլ ազդում է մարդկանց վրա մինչև փշակ խաղացնել է, երբ որ ինքը ասում է ով քնած եք արթուն կացեք, ով արթուն եք ելեք կեցեք, թվում է абսուրդ մի բան, չէ, ով քնած եք արթուն կացեք։ Ես նենք սպանություն չեմ անելու, չնայած կռվի դաշտն է, ծայրահեղ իրավիճակն է, որտեղ մարդիկ իրար են կոտորելու, բայց ես կռվի դաշտում նենք սպանություն չեմ անելու։ Դրան գումարած ով քնած եք ելեք
կեցեք։ Ով ելել է, ելեք կեցեք։ Այսինքն ի՞նչ է դա նշանակում, էլի։ Նենք սպանությունը տարածաշրջանում տարածված էր, որ առավոտյան ժամը 6-ին 5:30 են անում։ Երբ որ անգամ արթուն է, եթե արթնացավել, օրգանիզմի ռեակցիաները բավարար չեն, որովհետեւ ինքն իրան պաշտպանի։ Եվ այստեղ հատուկ ընդգծած, ուրեմն ինչքան է անցել, այդ ինչ կայուն համակարգ է եղել, որը մինչև այսօր, տեսեք, գալիս է թվում է թե ասենք մեր հարևան ադրբեջանցին սպանություն արելն ենք, հա, հայ սպայի, որին կացնով, ասենք, սպանել է գիշերով քնած տեղը, նենգության, սրա էս իմ ասացի բացարձակ հակառակը։ Մեր համար դա պատկերացնել չի, ինչի, որովհետև այս արժե համակարգը մենք կրում ենք մեր մեջ։ Մենք չենք կարող քնած մարդ սպանել, մենք չենք կարող մանկասպանությամբ զբաղվել, որովհետև այդ արժե համակարգը կանգնած է եւ կոդավորված նստած է։ Եվ սպասարկած է նաեւ քրիստոնեության կողմից։ Նա եւս չի գնացել նրան, որ այդ արժե համակարգի այդ արքետիպային առանցքային սյուները փշրի, կոտրի։ Այսինքն սրանք տարեր են, որը խոսում է հեթանոսության կամ նախաքրիստոնեական ներդաշնակ, որոշ իմաստով ներդաշնակ լինելու մասին։ Որովհետեւ դե այդ այսպես ասած արժե համակարգը ինքը չի կարող տարալուծվել ու վերանալ։ Նա կարող է միայն տեսեք, ասենք, հռոմեական իրականության մեջ ինչու Քրիստոսի ծնունդը տեղափոխեցին, դրեցին Միհրի ծնունդի վրա, որովհետև Միհրականությունը թափանցել էր քրիստոնեության մեջ, քրիստոնեության գերակայությունը պահպանելու համար բերեցին, դրեցին եւ դա արհեստական մեզանում չեն արել, տեսեք։ Մեզանում ինչի չեն արել, որովհետև այդ Միհրի խորհրդությունը չեն զգացել։ Պարզ մնացել է հիմա այնտեղ պարզ խոսակցությունը կա այդ նույն Սասունցի Դավթի մեջ ուղակի դրած է ինքը հնարավոր չի հանել, դնել, փոխել, շտկել, որովհետև դրա կրիչները կան։ Եվ այս տեսակետից մենք պետք է հաշվի առնենք, որ ամենախորը թափանցված է այս առումով մեր մեջ պահպանված կրոնական համակարգն է, որովհետև այնտեղ Տերնդեզը ձեր ասածի նման վերցրել են։ Հա, կարող է պատահել, որ ես որպես մասնագետ պետք է նայեմ, որ տեսնեմ, թե հիվանդին ոնց էին բուժում, բայց ոչ թե բուժում էին մեր թվագրությունից առաջ 3-րդ հազարամյակում, այլ 1900-ական թվականներին, երբ որ անում էին այդ Տերնդեզի կրակը երթիկին, հիվանդին քաշելով այնտեղից դուրս էին քաշում երթիկից, համարելով, որ այդ հիվանդությունը տարալուծվում գնում է, այսինքն նա այնպես չէր, որ մոռացվել էր, այնպես չէր, որ գնացել էր։ Այդ երթիկի գոյությունը այսօր էլ կարելի է կարդալ, թե ինչ էին անում 20-րդ դարի սկզբին տնտեսուին, հենց առաջին արևի ծնունդից հետո, Միհրի ծնունդից եկած շողքին գնում շղթ դնում էր այդ թրջած ձեթով Ես անձամբ ականատես եմ եղել, թե ինչպես մեր տատիկ պապիկները արևին նայելով ծաղկած արևին երկրպագություն են արել, ուղղակի հետո հասկացա, թե դա ինչ փոխակերպված դրսևորում է հայկական հատվածում իսկ ուղղակի առ Աստված խոսքն էին ասում։ Շատ զարմանալի, որտեղ զանգվածային երևույթ էր, ու մենք պետք է լավ հասկանանք, որ մենք դրա կրողներն ենք։ Իրականում, տեսեք, ձեր ծրագիրը, ասենք այսօրվա, շատ կարևոր է նրա համար, որ մարդկային ընկալման մեջ հայերի պարզ տեսանելի լինի, որ իրենք դրա կրողն են։ Այդ բարձրացնողի, ոչ թե հակադրություն կա դրա մեջ, այլ հակառակը մեր ինքնության երկու սյուներն են, որի վրա մենք պետք է կանգնենք եւ հեմենք։ Եթե ուզում ես լավ հասկանալ այդ նույն հեթանոսությունը, պետք է իմանաս այսօրվա քո քրիստոնեությունը, որտեղ նրա մեջ է դրա արժեքների կենթանի տարրերը։ Այո։ Կամենում ենք չենք կամ լավա թե վատ, այդ ուրիշ խնդիրներ են, բայց դա այդպես է։ Եվ դա բարձրացնող է, ոչ թե իջացնող։ Սա Դավթում չի ասում գնացեք սպանեք մարդկանց քնած տեղը։ Գնացեք մորթեք շարքային զինվորականներին, ոչ մի դեպքում։ Ասում է հելեքեցեք ձիերը, որպեսզի ես տեսնեմ այդ ովքեր են ձեր էլիտան, էլիտային եմ եկեք կոտորեմ, որովհետև նրանք երկնքի դեմ մեղք են գործել այս պահին։ Պարոն Պողոսյան, մի հարց էլ դիտարկենք, տեսեք քրիստոնեության անմիջապես ընդունելուց հետո մենք ձեռնամուխ եղանք, գրեթե մի քանի տասնամյակ անց ազգային եկեղեցի հիմնելուց, փորձելով այդ ընդհանրությունից, տեզերականից ազատվել բան։ Դա եւս պետք է դիտարկել այս տեսակետից եւ մենք փորձում ենք ամեն ինչ դարձնել մեր սեփականը, մեր սեփական աշխարհընկալման մեջ անգամ կրոնը եւ եկեղեցին դնել եւ այդ պրիզմայով նայել աշխարհին։ Իմ կարծիքով մեր այդ ազգային եկեղեցու հիմնումը կապված է նրա հետ, որ մենք ընկալեցինք քրիստոնեությունը այնպես, ինչպես մեր եկեղեցին ընդունեց եւ ինչպես ընդունել էին երեք եկեղեցական ժողովները։ Դրանք շատ մոտ էին մեր հավանաբար նախկին մտածելակերպին, եւ երբ որ հռոմեական եկեղեցին կայսերի ազդեցության տակ փորձեց փոփոխություններ կատարել, մենք ելի մնացինք մեր հին նույն
հավատքի ու մտածելակի վրա ակունքներին մոտ մնացենք մենք։ Իսկ նրանք կայսրերի ազդեցության տակ կարողացան եկեղեցին շեղել եւ ինչպես գիտենք ոչ միայն հայկական, այլ արևելյան բոլոր եկեղեցիներն էլ կարողացան ընդդիմանալ դրան։ Իհարկե շատ դեպքերում դա հայոց եկեղեցու շնորհիվ էր, որովհետեւ արևելյան ժողովուրդներից ամենամեծն ու հզորը հայերն էին այս ժամանակ հանդես գալիս քրիստոնեական ազգերից։ Ես կուզեի մի խնդրել անդրադառնալ, հա, նախորդ հետ կապված այդ մեր ազգի մոտ շատ իսկապես բարության, արդարության, սիրո այդ զգացմունքներ, ասենք, մտածելակերպ, ասենք, տեսնում ենք ինչպես Սասունցի Դավիթում, նույն կերպ էլ մեր թագավորների թեկուզ պատմության մեջ մենք երբեք չենք հանդիպի, հա, պատմիչների մոտ վկայություններ կամ թագավորների մոտ արձանագրություններ, որտեղ հպարտան, որ իրենք մտան այս քաղաքը, կոտորեցին այսքան մարդ, սպանեցին այսքան մարդ եւ այլն։ Տեսնում ենք գրավեցին, կողքնել մի հատ ջրանցք են կառուցում, այգեն տնկում, թեկուզ նվաճված երկրներում։ Բայց հարևան ազգերի մոտ որ նայում ենք, նրանց թագավորները միշտ հպարտանում են, որ մտանք այսքան մարդու կոտորեցինք։ Ասեք այդ բարության գաղափարը մեր մոտ եղել է հեթանոսության շրջանում, արդարության հանդեպ սերը եւ ընդհանրապես սերը։ Ինչպես գիտենք, քրիստոնեությունը որպես արդարության հայկական ընկալումը կամ եւ քրիստոնեությունը որպես սիրո կրոն, հա, սիրո միջոցով է գիտենք մտավ Հայաստան։ Շնորհակալություն պարոն Խաչատրյան, իսկ ներկայում հասարակության մեջ այս գաղափարները ինչքանով ենք մենք հաղորդ այս ամեն ինչին, ինչքանով ենք մենք գիտակցաբար մոտենում, փորձում այն դարձնել մեր մեջ համահունչ եւ ինչ որ իմաստով ապրել, թե այս տարբեր տեսակի օտարածին եւ տարբեր տեսակի չգիտեմ անհասկանալի գաղափարները մեզ մի քիչ շեղել են, մի քիչ դարձրել են միգուցե նյութապաշտ, նյութական, ինչ անել եւ վերջապես։ Մենք իրականում ուրիշ ենք։ Ես չեմ ասում որ դա լավ է, վատ է, բարձր ենք, ոչ, մենք ուրիշ ենք ուղղակի։ Այսինքն երբ որ խոսքը գնում է նրա մասին, տեսեք մենք մի քանի անգամ խոսեցինք անկախ որևէ բանից սպոնտան, ասենք առանց ինչ-որ մտածելու մենք ասենք որ դա բարձրացնող արժեքներ են։ Իրականում բարձրացնող արժեքներ են մարդուն։ Դժվար սпасարկելի արժեքներ են իրենք, որովհետև վրեժխնդրությունը միշտ էլ անսանձ վրեժխնդրությունը հեշտ է, երախտապարտ լինելը դժվար։ Մեզանում դա հակառակն է։ Այսինքն դրվածքը եղել է այլ։ Մենք ունենք մեր մեղքը, ձեր ասացի առումով, որ մենք չենք կուլտիվացրել, մենք չենք տարածում, մենք չենք քարոզում դա ըստ ամենայնի։ Մենք չենք բացահայտում նրա շերտերը, որոնք համադրելիության մեջ, ասենք, ցույց տանք ներկայիս աշխարհին։ Ներկայիս աշխարհն էլ շատ բան կարող է այնտեղից վերցնել, հավատացնում եմ ձեզ, որովհետև այն մոտեցումը, որ պետքա իջացնել մարդուն, որpիսի դու կարողանաս վերահսկես հսկայական զանգվածներ։ Քանի որ կրոնին դեմ են գնացել, ասենք արևմուտքում, մարդուն իջացնում են այնքան, որ հնարավոր լինի մեծ զանգվածների կառավարել, ասենք շատ դեպքերում եթե վերցնենք այն հանգամանքը, որ հա մարդը կարող է շեղվել նաև իր ուղուց, հա եթե նա թողեցիր որ գնա եւ դեպի վերև քաշելու փոխարեն բաց թողեցիր, նա կգնա դեպի անդունդը։ Այդ նորվա խոսք չենք ասում, այսօրվանը չի, երեկվանը չի, հազարամյակներով եկած անվիճելի ճշմարտություններից ենք խոսում։ Եվ այսօր իհարկե մենք մեր ժողովրդին պետք է դնենք ցույց տանք այն գագաթները, դեպի որը քաշել եմ, տեսեք, քաշել է մեզ մեր մշակույթը, մեր ինքնությունը ձևավորելով, ստեղծելով, թրծելով այդ դարբնոցը հազարամյակների դարբնոց է, որը իր մեջ ունի խարամ ինչ որ չափով, բայց այնտեղ է այդ ձուլածո յուրօրինակ բանալին դեպի երկինք, որը պարբերաբար նշվում էր այս արևելքում, փիլիսոփայական քարից սկսած վերջացրած մարդու հոգուց ձևավորվող այդ բանալիով, որի վրա պետք էր այնքան աշխատել, որ այս մարդը հասկանար, տեսներ լույսը, ոչ թե ձգտում ունենար դեպի խավարը։ Հիմա մենք չենք արել դա, ցավոք սրտի։ Ճիշտ կլինի, որ ասենք մենք մտածենք ճշգրիտ ծրագրով իրականացնել այդ արժեքների բարձրացումը, որովհետև այդ արժեքներն է, որ մեզ պահել են։ Այսօր դրված է, որ ընտանիքները պետքա քանդվեն, ասենք թե մենք կարող ենք գնալ այդպիսի ուղիով։ Մենք որ գոյություն ունենք, այդ ընտանիքներն են։ Այդ ես հավատացնում եմ ձեզ, էլի, պատկերացնում եք ընտանիք, որը գնացել է Բաքու, պարզ չի ինչքան են ապրել Բաքվում մի քանի սերունդ, հետո հետ են եկել, հիմա Ղարաբաղում են այն բանից հետո պատահաբար հյուրընկալվեցի այդ մարդկանց տանը գիշերը, ասինքն այդ երեկոյան էլի, այսպես ասած, որ թե ենք խմում, խոսեցին Սասունցի Դավթից, մեկ էլ դե ես որ անգիր բերեցի, ասենք մի քանի հատված, տան ծերունին բառից բուն իմաստով լաց եղավ, որովհետև ինքը հիշում էր, որ իր պապը եւ հայրը այդ էին կարդացել իրան քնելու ժամանակ։
Այսինքն թեկուզ գնացել են օտարմշակութային շերտի մեջ են եղել, բայց գոյություն ունեցել այդ կիրիգման, որը նրան պահել է։ Հիմա այսօր ինքը ասում էր, լսում եք, դա իր թորներին էր ասում, որ լսեք, որ հանգարց չկորչի։ Այսինքն ինքը լաց էր նում նրանից ելնելով, որ դա իր հոգու հետ հարազատության ամենաբացառիկ ճառագայթն էր, որը ոչ թե իմ, այլ ստեղծած մշակութային շերտի միջով եկավ թափանցեց մինչև ենթագիտակցական շերտը բացեց էլի եւ չի կարելի դա թողնել հենց այդպես ինքնահոսի որովհետեւ ներկայիս աշխարհը ունի զարգացումներ որոնք այսօր կլինեն վաղը կմերժվեն մյուս օրը կհայտարարվեն հանցագործ միգուցե բայց մենք չենք կարող տրվել դրան բարբերաբար մենք հազարամյակներով բերել ենք այն ինչը մեզ պահել է այդ հազարամյակներով թողեցինք կարող է ցած իջնենք պատմության թատերաբեմից հիշենք այդ բանը Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար, ցավոք սրտի մեր ժամանակը ավարտվեց։ Կարծում եմ մեր օրակարգում ընդհանրապես նման թեմաները պետք է ավելի շատ լինեն, որպեսզի այն տարբեր այլասերող օտարածին զրույցների օրակարգային թեմաների շուրջ մենք կարողանանք այս թեմաներով մեր երիտասարդ սերունդին հաղորդ դարձնել նրան ինչ որ իրականում կա։ Շնորհակալ եմ կրկին մեզ հյուրընկալելու համար։ Այսպիսով սիրելի հեռուստադիտողներ, մեր հերթական եթերը նվիրված էր մեր ինքնության երկու կարևոր հիմնաքարերի՝ հեթանոսության եւ քրիստոնեության անդրադարձին։ Մնացեք խաղաղությամբ, կհանդիպենք հաջորդ շաբաթ։